ուշադրություն դարձնենք։ Էլի սկսել ենք դպրոցի պատերի վրա ինչ ասես կպցնել։ Այդ խնդիրն էլ լուծված չի։ Էլի կամած տենում ենք, որ այսինքն սա այս հարցերը պետք է լուծվեն եւ խնդրում եմ լուրջ վերաբերվեք սրան։ Պետք է նախարարությունն է, տեսչական մարմինն էլ, մարզպետարաններն էլ լուրջ վերաբերվեն սրան։ Որովհետեւ այնտեղ ձևակերպվում է մեր երկրի ընդհանրապես ամբողջ բովանդակությունը եւ մենք պետք է ուշադիր լինենք այդ հարցերի նկատմամբ։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, միանշանակ հանձնարարականները թե կապված դասալսումների եւ առհասարակ մշտադիտարկման գործառույթի ուժեղացման հետ կապված անպայման կապահովենք նաեւ այդ դպրոցների պատերի բովանդակության մասով։ Ես ուղղակի կուզեի նշել, որ մենք նաեւ փորձում ենք մակրո դիտարկման միջոցով նայել դպրոցների ակտիվությունը, տարբեր հանրապետական նշանակության միջոցառումներ եւ դրանով եւս չափել ինչքանով է տրամադրված գույքը օգտագործվում։ Ասենք մասնավորապես, եթե մի դպրոցի, որտեղ մարզադահլիճը վերանորոգվել է եւ գույքով ամբողջովին նոր համալրվել եւ այնտեղից դիցուք վարչապետի գավաթի, ասենք բասկետբոլի գավաթին չեն մասնակցում, անգամ համայնքային փուլին, դա ինքնին ցուցիչ է, որ մի բան այն չի եւ մենք դա հաշվի ենք առնում նաեւ տնօրենների ատեստավորման ժամանակ կամ եթե լաբորատոր սարքավորներ ունեն, բայց գիտության փառատոնին կամ որևէ այլ, ասենք 9-րդ դասանի ավարտական քննությունների ժամանակ դիցուք նախագծային աշխատանք չեն ներկայացնում այդ դպրոցից կամ քիչ երեխեք կամ ոչ մեկ, դա արդեն ցուցիչ է, որ այդ լաբորատոր բաները չեն օգտագործվում ըստ պատշաճի եւ նաեւ դա մենք հաշվի ենք առնում դպրոցներին մեր գնահատականի, այդ թվում տնօրենների ատեստավորման ժամանակ ուզեի սա ընդգծել։ Ես ուզում եմ մեր մոտիվացիան այն չի, որ մենք դիտողություն անենք, նկատողություն անենք, պրետենզիա ներկայացնենք, մենք ասում ենք եկեք այդ նույն վարչապետի գավաթի մասին խոսեցիք, հիմա մենք գնում ենք այնտեղ եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչներ կան, որ անդադ այնտեղ են։ Անդադ պատվանդանն են, ինչը շատ լավ, ես շատ ուրախ եմ, որ կան նաեւ նման, բայց մյուս կողմից էլ ասում ես մի րոպե, բայց Այս մի կողմից լավ է, այդ նշանակում է այդ ուսուցիչները շատ լավ ջանասեր, կենտրոնացած, նվիրված աշխատում են, բայց մյուս կողմից, երբ որ տեսնում ես հանրապետությունում 10 ֆիզկուլտուրայի ուսուցիչ կա, որ բոլոր վարչապետի գավաթները կիսում են իրար հետ, ինչը շատ լավ է, այդ նախ իմ գնահատանքը եւ խոնարհում է այդ մարդկանց, որ իրանց աշխատանքի վրա այդքան կենտրոնացած են, բայց հարց է ծագում, բայց մի րոպե, այս ինչ որ խնդրի մասին է խոսում, եւ այստեղ էլ մենք խնդիր ունենք եւ այս խնդրի վրա պետք է ուշադրություն հրավիրենք։ Համեցեք Մասինյանյան, ինչի կասում։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, այս նույն տրամաբանության մեջ գույքի մասին ենք խոսում, բայց նաև պետությունը այսքան գումարներ է ծախսում վերանորոգում սպորտային սրահները եւ որոշ դպրոցներ դաշտեր ունեն։ Նաև դպրոցից հետո մեր երեխաները եւ ոչ միայն իրենց ծնողներն էլ հաշվի առնելով մանավանդ քաղաքի տարածքի սակավությունը այդ դպրոցի դաշտերը եւ սրահները հանրության համար իհարկե ոչ լրիվ կարգավորված ընթացակարգերով, բայց բաց պահել, որպեսզի մարդիկ կարողանան դասերից հետո ակտիվ սպորտով զբաղվել, թե չէ մասսայական սպորտի զարգացման եւ առողջ ապրելակերպի, կենսակերպի մասին դժվար է խոսել, երբ որ մարդիկ պարզապես դրա ֆիզիկական լոգիստիկ հնարավորությունը չունեն։ Այդ խնդիրն էլ է դրված մեր դպրոցների առաջ եւ ընդ որում ես ուզում եմ էդ էլ ասեմ, որ որոշ տնօրենների օբյեկտիվ մտահոգությունը մասնավորապես ձեր ասացի վերաբերյալ, ձեր ասացի մասով, որ գույք հարակ կմաշվի, դա էլ եմ ես հասկանում, բայց մենք հիմա ունենք պայմանավորվածություն, որ սա մեկ անգամյա գործողություն չի։ Մենք հիմա պետք է ստանդարտ ենք սահմանում, թե դպրոցը այս լաբորատորիան ինչքան ժամանակ պետք է օգտագործի, դաշտը ինչքան ժամանակ պետք է մնա առանց նորոգման։ Այսինքն սա նեն չի, ես հասկանում եմ, որ նախկինում ավանդույթն եղել է այն, որ ֆուտբոլի դաշտը եղավ, վերջ գնաց, դա առաջիկա հարյուրամյակների համար է։ Մենք դեն չենք վերաբերվում, մենք մեր բյուջետային եւ կառավարման process-ները պետք է կազմակերպենք այնպես, որ ստանդարտ ունենանք, որ ինչ որ ժամանակ, ես չգիտեմ, այդ մասնագիտական վերլուծությունն է, որը հիմա արվում է,
ինչ որ մի ժամանակ հետո դաշտը պետքա նորոգվի, ինչ որ մի ժամանակ հետո լաբորատոր գույքը պետքա թարմացվի, չգիտեմ, նստարանը, գնդակը, թենիսի սեղանը եւ այլն, եւ այդպես շարունակ, եւ այո, ուրիշ խնդիր կա, կան մենք հիմա բողոքներ ենք ստանում, որ դպրոցները ուրիշներին վարձակալության չեն տալիս տարածքները տարբեր նպատակներով։ Դա էլ է խնդիր, որին մենք անպայման պետք է անդրադառնանք, բայց դա հարց է, որին մենք ընդհանրապես իհարկե կանդրադառնանք, բայց ես ուզում եմ պատեհ առիթ օգտագործեմ, քանի որ դպրոցների մասին խոսեցինք, եւ ես ուզում եմ զուգահեռ խոսել նաեւ գոնե միջանկյալ, թե ինչ է տեղի ունեցել մեր ուսուցիչների վարձատրությունների հետ 2025 թվականի սեպտեմբերի արդյունքներով, որովհետև կախված ծառաբեռնվածություններից երևի փոխվում են։ Հայաստանում այսօր սեպտեմբերի դրությամբ կա 2118 ուսուցիչ, որ ստանում է 300.000-ից մինչև 400.000 դրամ աշխատավարձ։ 863 ուսուցիչ ստանում է 400.000-ից մինչև 500.000 դրամ աշխատավարձ։ 109 ուսուցիչ ստանում է 500.000-ից ներողություն եմ խնդրում, ոչ թե վարձատրություն։ Ճիշտ բառը վարձատրությունն է, այսօր ինձ նախարարությունից զգուշացրեցին, որ չասեմ աշխատավարձ, ասեմ վարձատրություն։ Խոսքը վարձատրության մասին է, որովհետև տարբեր բաներ կան, ներառյալ տարակարգ եւ այլն եւ այլն։ Ուրեմն խնդրում եմ աշխատավարձ բառի փոխարեն կարդալ վարձատրություն։ Ուրեմն 2118 ուսուցիչ 300.000-ից մինչև 400.000 դրամ վարձատրություն, 863 ուսուցիչ 400.000-ից մինչև 500.000 դրամ վարձատրություն, 109 ուսուցիչ 500.000-ից մինչև 600.000 դրամ վարձատրություն, 22 ուսուցիչ 600.000-ից մինչև 700.000 դրամ վարձատրություն եւ 2 ուսուցիչ 700.000 դրամ եւ ավել վարձատրություն։ Այսինքն ընդ որում հիմա տեսեք երկու ուսուցիչ ունենք, որ 700.000 դրամ եւ ավել վարձատրություն են ստանում, ես նախարարի հետ քննարկում եմ, ասում եմ այն ինչ որ անում են այս երկու ուսուցիչները մեր հարգելի եւ ստանում են 700.000 դրամից ավել ամեն ամիս ստանում են 700.000 դրամ եւ ավել վարձատրություն։ Սա կարող է ցանկացած ուսուցչի հասանելի գործընթաց է, թե ինչ որ մի բան կա, որը հասանելի է միայն եւ միայն բացառապես նշված երկու ուսուցիչներին։ Եվ բնականաբար նույնը հասանելի է, ինչ որ իրենք անում են եւ ստանում են, հասանելի է նաեւ մյուս բոլոր ուսուցիչներին։ Սա շատ կարեւոր արձանագրում է։ Այսինքն այսօր Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչը կարող է ստանալ 700.000 դրամ եւ ավել վարձատրություն։ Ես իհարկե թեմայի հետ ուղիղ չի առնչվում, բայց քանի որ մենք հոգեբանորեն կամ ինչ որ ձևով կապում ենք իրար հետ, ես ուղղակի առավոտյան խնդրեցի եւ ստացա նաեւ շարքային կազմի պայմանագրային զինծառայողների վարձատրությունների ցուցանիշները։ Շարքային պայմանագրային 1559 զինծառայող ստանում է 300.000-ից 400.000 դրամ վարձատրություն, 1156 զինծառայող 400.000-ից 500.000 դրամ վարձատրություն, 523 զինծառայող շարքային, այսինքն որևէ կոչում չունի, ոչ եֆրեյտոր, ոչ սերժանտ, ոչ մի կոչում։ 523 զինծառայողը 500.000-ից 600.000 դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող 600.000 դրամից 700.000 դրամ վարձատրություն եւ 31 զինծառայող շարքային 700.000 դրամ եւ ավել վարձատրություն։ Կրկին, ելի ես հատուկ հետաքրքրվել եմ։ Արդյոք 700.000 եւ ավել դրամ վարձատրություն ստացող զինվորի պայմանները հասանելի են նաև մնացած բոլոր ցանկացած այլ զինծառայողի։ Իհարկե պարզ է, չէ, խոսքը զորատեսակի մասին է, ատեստավորման արդյունքների մասին է եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա նույնպես հասանելի է ցանկացած զինծառայողի։ Եվ սա նույնպես շատ կարեւոր արձանագրում է, որը մենք պետք է անենք։ Նաև ասեմ, որ
Հիմա նոյեմբերի 8-ից սկսվում է ատեստավորման նոր շրջանը եւ այսօր առավոտյան տեղեկացա, որ ավելի քան 8000 ուսուցիչ դիմել է ատեստավորման համար։ Եթե հիշողությունս չի դավաճանում, սա ամենամեծ թիվն է, որը մենք ունեցել ենք, այսինքն դիմողների, ինչը նշանակում է, որ ատեստավորման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը եւ վստահությունը ավելացել է եւ սա շատ կարեւոր գործոն է, ինչը նշանակում է, որ մենք արդեն հունվարի կամ դեկտեմբերի արդյունքներով աշխատավարձերի այս սանդղակում կունենանք թարմացումներ եւ բոլոր ուղղություններով հույս ունեմ, որ բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչների թիվը կավելանա։ Ես այն չի համար եմ ասում, հիմա օրինակ կառավարության նիստերում չկա այդպիսի բան ավելացնել ուսուցիչների աշխատավարձ, որովհետև ասում եմ, ամեն ուսուցիչ կառավարությունը ստեղծել է մեխանիզմ, ամեն ուսուցիչ ինքն է որոշում իր վարձատրության չափը։ Հանրապետությունում 2 ուսուցիչ կա, որ որոշել են, որ իրանք պետք է ստանան 700,000 դրամ եւ ավել աշխատավարձ եւ ստանում են։ Վարձատրություն, ոչ թե աշխատավարձ։ Շատ լավ, վերադառնալով 44 համեցեք բան այս։ Պարոն վարչապետ, ուղղակի ուզում եմ ուրախությամբ ասել, որ ուսուցիչների ատեստավորման հետ կապված ամբողջ գումարը, որը նախարարությունը ներկայացրել է, ամբողջը բյուջետավորված է 2026 թվականի համար, հետևաբար մենք որևէ անհանգստություն չունենք, որ այդ բոլոր դիմաց ուսուցիչները դեմ չեք, որ բոլորը գերազանց ստանան։ Այո։ Շատ լավ, շնորհակալ ենք։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը։ Դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 40 հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան։ Համեցեք բան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ գնահատման գործունեության մասին